Առաջին հայացքից պետք է այս թեմայով ասելիք չլիներ։ Անդրանիկ Քոչարյանը Ազատություն ռադիոկայանին տվածից հարցազրույցում ասաց, որ վարչապետը նպատակ ունի պարզելու, թե ովքեր են այդ 1.5 միլիոն զոհերը։ Ամեն ինչը բացատրում են որպես ռացիոնալ քայլեր Թուրքիայի հետ երկխոսություն։ Ցեղասպանության ուրացումը դա որևէ մեկը չի կանգնելու ամբողջ բոյով այստեղ ու ասի ես հերքում եմ հայոց ցեղասպանությունը, այլ հարցեր են տալիս, sense ինչ որ այս կողքից են գալի, այն մյուս կողքից են գալիս։ Այ ցեղասպանությունը չպետք է լինի արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Թող որևէ մեկը չմանիպուլացնի, որ հարցի քննարկումը նրա մասին է, թե այդ հարցը լինի առաջին պլանում, թե չլինի առաջին պլանում։ Հարցը հետեւյալն է. պետք չի ուղղակի ուրանալ, Կասկածի տակ առնես։ ոչ ուրացությանը։ Ես կասեմ ոչ անասունությանը։ Ընկերներ ողջույն, պլատֆորմ ոդկասթը շարունակում է իր աշխատանքը, սա կլինի մեր արտահերթ էպիզոդներից մեկը, նվիրված ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Պարոն Մարուկյան, ողջույն։ Ողջույն։ Առաջարկում եմ մի փոքր խոսանք ցեղասպանության մասին։ Առաջին հայացքից պետք է այս թեմայով ասելիք չլիներ։ Ըստ էության ամեն ինչ պարզ է, գիտենք ոնց է եղել, գիտենք ովքեր են արել, ում հանդեպ են արել, բայց արի ուտես, որ հիմա ապրում ենք մի իրականությունում, որտեղ ամեն ինչ գլխի վրա շուռ է եկել, իհայտ են եկել նոր հարցեր եւ ամենակարևորը իհայտ են եկել այդ հարցերը հարցադրումները դնողները։ Այո։ Եվ սա մեծ խնդիր է, ես մեկի ժամանակ ասացի, որ գրախանութները սոցիոլոգիական ամենաարժեքավոր տվյալներն են հաղորդում, որովհետեւ ես հարցուփորձ եմ անում, թե որ գրքերն են ամենաշատը տանում եւ բանից պարզվեց, որ ցեղասպանության մասին գրքերը մեծ վաճառք ունեն վերջին շրջանում եւ ակնհայտ է, որ այս ուշադրությունը, այս սևեռվածությունը չի կարող կապված չլինել քաղաքական խմորումների հետ։ Դուք ինչ կասեք։ Այսինքն դու ուզում ես ասել, որ այն հարցադրումները, որ արվեցին, սկսած Ցյուրիխի վարչապետի Սփյուռքահայերի հանդիպումից եւ հետո արդեն այստեղ ասուլիսում հարցը նորից քննարկվեց, մենք շատ խիստ քննադատեցինք, այսինքն սկսած այդ քննարկումից մարդիկ ցել են գնալ առնել գրքեր ցեղասպանության մասին, որ այն հարցերը, որոնք որ բարձրացվում էին, որ մենք պետք է հասկանանք, թե ինչպես է եղել, մենք պետք է հասկանանք, թե ում միջոցով ենք ընկալել ցեղասպանությունը։ Ոչ միայն դա էլ է կատալիզատորի դեր խաղացել, բայց այնուամենայնիվ 2020 թվականի ռազմաքաղաքական պարտությունը 44 օրյա պատերազմը վստահաբար պատճառ է դարձել տրամադրությունների փոփոխության։ Եթե նայենք եւ փորձենք Իսրայելի կամ հրեաների հետ համեմատվել, մենք մեր ցեղասպանությանը այլ մոտեցում ենք դրսևորել, հրեաները դա անդադ քաղաքական կապիտալ են դարձրել, չեն խուսափել իրենց նահատակի ինքնությունից, ընդհակառակը իրենց նահատակ լինելը, ինչպես քննարկում էինք ոդկասթից առաջ, մինչև եթեր մտնելը, որպես քաղաքական գործիք, որպես մոբիլիզացիոն ազդեցիկ մեխանիզմ եւ մենք հակառակ ուղղությամբ ենք գնացել անդադ փորձել ենք հաղթահարել ցեղասպանվածի բարդույթը եւ միգուցե տրամաբանական պատճառներով եւ այդ հաղթահարման գործիքն էլ ունեցել ենք, ստեղծել ենք, որն է եղել այդ գործիքը, հաղթանակը, առաջին պետությունը, առաջին Ղարաբաղյան պատերազմը եւ մեծ հաշվով անկախ Հայաստանի հռչակումը եւ այնպես է ստացվել, որ անդադ մենք փորձել ենք դա հաղթահարել, շրջանցել ցեղասպանվածի բարդույթը, կարգավիճակը եւ այլն եւ այս առումով օրինակ իմ սերունդը, ի տարբերություն մեր պապերի եւ հայրերի, այդ ցեղասպանության հարցը դպրոցում, համալսարանում տես որ սրված չի եղել մեր համար, որտեղ նույնիսկ եմ ասում, հաղթահարված էր առաջ, հա մենք գիտենք ինչ ա եղել, սիմվոլները, այսինքն նահատակի կարգավիճակից դուրս գտնվելը չի նշանակում կասկածի տակ առնել։ Ուղղակի ասում ես, հա դա եղել է, բայց հիմա չէ որ մենք հաղթել ենք պատերազմը, մենք այլևս ցեղասպանված ժողովուրդ չենք, մենք հաղթանակած ժողովուրդ ենք, մենք Ղարաբաղը ազատագրող ժողովուրդ ենք, մենք աղդամ գրավող ժողովուրդ ենք։ Բայց արյուտես որ պատերազմի պարտությունը մեզ նորից վերադարձրեց այդ նախնական ելակետին եւ այդ ցեղասպանվածի կարգավիճակը, նահատակի կարգավիճակը նորից սրվեց եւ մեծ հաշվով կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը մեզ վերադարձրեց այնտեղ, որտեղից ի սկզբանե սկսել էինք վերադարձրեց այն կետին, որը մենք փորձել ենք հաղթահարել տարիներ տասնամյակներ շարունակ։
Ես ուրիշ մի այլ մտահոգիչ բան ասեմ, որ դերևս անցյալ տարի արձագանքեցինք, որ ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ազատություն ռադիոկայանին տվածից հարցազրույցում ասաց, որ վարչապետը նպատակ ունի պարզելու, թե ովքեր են այդ 1.5 միլիոն զոհերը, որովհետև երբ որ մենք ասում ենք 1.5 միլիոն զոհեր, մենք պետք է ունենանք նրանց անուն ազգանունները։ Հետո բոլորս շատ սուր քննադատեցինք, նա նոր հարցազրույց տվեց եւ ասաց, որ դա իմ միտքն է եղել, վարչապետը չի ուզում։ Այս բնականաբար Անդրանիկ Քոչարյանը շատ զգույշ մարդ է եւ իր միտքը չէր այդ կարող այդպես ասել, բայց վերցրեց հարվածը իր վրա եւ ասաց, որ դա իր միտքն է եղել եւ սկսեցին թեման լղոզել։ Բայց դա ապրիլ ամիսն էր, էլի ցեղասպանության ապրիլի 24-ից օրեր առաջ էր, եւ ինչու էր դա արվում, ես կարծում եմ, որ էլի արվում էր, որ Թուրքիայի ինչ որ հարցում, ինչ որ ձևի, որ նայեք, մենք մեղմում ենք այս թեման, բան, բայց ոչ մի արդյունքի բնականաբար չհասանք, եւ նաեւ այս տարի եղավ այդ հունվարի հայտարարությունը, որից հետո էլի սուր քննադատություններ, եւ հիմա նաեւ եկել ենք հանգել նրան, որ հետո վարչապետը ասուրիսի ժամանակ ասաց, որ ես ոնց կարամ ուրանամ ցեղասպանություն, դա քրոեն հետապնդելի է Հայաստանում։ Հետո ես արձագանքեցի, որ Ժորժ ջան, ցեղասպանության ուրացումը դա որևէ մեկը չի կանգնելու ամբողջ բոյով այստեղ ու ասի բոյով մեկ կանգնի ու ասի ես հերքում եմ հայոց ցեղասպանությունը, չի եղել նման բան, այլ հարցեր են տալիս, sense ինչ որ այս կողքից են գալի, այն մյուս կողքից են գալիս, հարցեր են տալիս, ասենք օրինակ ոնց է եղել, ինչպես է եղել, ասենք թուրքական դատարանները վճիրներ ունեն, հրապարակած, դատապարտած, Թուրքիան այն ժամանակ արդեն իրանք ընդունել են, որ դա տեղի ունեցել, բայց չէ, մենք ուզում ենք իմանանք լավ ոնց է եղել, ինչ է եղել, հազար ու մի գիր, գրականություն, գիտական աշխատություն, բազմաթիվ գիտական թեզեր, Թաներ Ակչամ վերջին հաշվով կա, լավ, էլի ուրիշ թուրք հայտնի գիտնականներ, գրողներ ընդունել են, ասել են, փաստել են, բայց ինչ որ sense հայ ժողովրդի լավագույն ներկայացուցիչները 21-րդ դարում կանգնել են ու ասում են մի բանը նայենք, բայց այնտեղ կարող մենք ենք բզբզացել, ռուսներն են բզբզացել, բրիտանացիք են բզբզացել, ֆրանսիացիք են բզբզացել, այսինքն նաև այստեղ հարց բացեցինք, որ զոհին մեղադրելու, բերը զոհի հետ կիսելու, հա, process-ա գնում, որ ասենք կարող է զոհն է մեղավոր։ Այդ նույն բանը բռնաբարության օրինակը, որ բերել ենք, մեկն է ասում, բայց ինչ եք բռնաբարության վրա օրինակ բերել, մտածում են, որ ցեղասպանության ժամանակ մարդ չի էլի բռնաբարվել, հա, այդ էին ուզում ասեն։ Այդ բռնաբարության օրինակը ամենացցուն օրինակն է, որ ասում է, բա կարող է այդ բռնաբարության զոհն է գայթակղել, ոչ թե բռնաբարն է մեղավոր, ուսում են քննարկել բռնաբարության զոհին, բռնաբարին թողած, էլի։ Ես գիտեք, ինչ եմ ուզում, մի քանի կեղծիք ԿՊԱ-կան, ստանդարտ ԿՊԱ-կան, այդպես կեղծիքներ եմ ուզում գաղտնազերծել։ Խնդրեմ։ Իրանք այս ամեն ինչով են բացատրում, որ այ ցեղասպանությունը չպետք է լինի արտաքին քաղաքական առաջնահերթություն, եւ այդ ամեն ինչը բացատրում են որպես ռացիոնալ քայլեր Թուրքիայի հետ երկխոսություն եւ ի վերջո կարգավորում նախաձեռնելու համար։ Չէ՞, բայց եկեք մատ իսկ զվանեք մի բան ասեմ։ Կեղծիքը այստեղ ես կարծում եմ նաև այն է, որ ոչ ոք չէր պահանջում, որ Փաշինյանը ցեղասպանության հարցը կամ դրոշը վերցրած գնալ բան։ Այսինքն, բայց նայել չեն ասում էլի, որ պետքա հարցեր բարձրացնել, տենց ուրացման process սկսել Հայաստանում 1.5 միլիոնի անհասկանալի գալ։ Մենք չունենք մի տվյալ, օրինակ 44-րդ պատերազմից հետո մեր հասարակությունը հարյուրներով, հազարներով դուրս էր գալի փողոց եւ Նիկոլ Փաշինյանից պահանջում էր խոսել ցեղասպանության մասին կամ բարձրացնել այդ հարցը։ Այո, այդ մանիպուլյացիան է տեղի էլի, որ ոնց դուք ուզում եք որ դա լինի արտաքին քաղաքական առաջնահերթություն, ով է ասել։ Ով է պահանջում որ դա լինի արտաքին։ Այսինքն դու կարող ես լռել, չէ՞, ուղղակի այդ հարցի մասին չխոսալ։ Ուղղակի մեկ ուրանա, ամեն տարի ապրիլի 24-ին գնում եք ամբողջ աշխարհը ճանաչել է, չէ՞։ Ֆրանսիան ճանաչել է, Ամերիկան ճանաչել է։ Չէ, չխոսայր այդ թեմայի մասին։ Դա եմ ասում, այսինքն ի՞նչն է բանը գրգռիչ թեման ի՞նչն է, ով է ձեզ խնդրում։ Ով է խնդրում այդ հարցին անդրադառնալ։ Նա այստեղ դու մի հատ բացման խոսքում բան ասեցի, ուզում եմ դրան անդրադառնամ։ Որ ասում ես, որ հрьяաների հոլոկոստի մասով նաև մեր հայոց ցեղասպանության դեմ մենք հաղթանակած էինք, ոնց որ այդ փորձել ենք թոթափել եւ թոթափել էինք այդ նահատակ ժողովուրդ լինելու բերը եւ այլն, բայց նայ հрьяաների մոտ հոլոկոստի թեման այլևս երբեք է։ Այսինքն մենք այո հոլոկոստի զոհերի սերունդներն ենք,
Բայց մենք ասում ենք այլևս երբեք, never again, թույլ չենք տալու էլ որ դա տեղի ունենա, մենք նախահարցակ ենք լինելու, կոտորելու ենք, մենք նախահարցակ ենք լինելու, գրավելու ենք, մենք նախահարցակ ենք լինելու, պաշտպանվելու ենք, մենք գնալու ենք ամեն մի հանցագործություն արածին, որ երկրում որ լինի, առևանգելու ենք, բերելու ենք, դատելու ենք, ինչ որ արել են միշտ։ Այսինքն ամեն մակարդակում ահաբեկչությունից սկսած իրենք արել են ոնց պետքա պետական մակարդակում իրականացրել։ Հիմա ի՞նչն է խնդիրը, այսինքն որևէ մեկը այնտեղ կանգնում ասում է մենք այո այդ հոլոկոստը վերապրած ազգ ենք, բայց եկեք դուրս գանք այս նահատակ լինելու այս մեր բանից ի՞նչն է այդ դրա բանը։ Այսինքն դա դաս է դպրոցներում երեխեքին էքսկուրսիա են տանում Auschwitz։ Պատկերացնում ես, տանում են ցույց են տալիս, ասում են այսա մեծ հետ արել են։ Դա համար դու որ մեծանաս, դու ամեն ինչ արա, որ սա տեղի չունենա։ Ոչ թե ասում են դու մոռացիր քննարկիր մի հատ բան վեր կանգնեք, ես ինչեր եք երեխեքին սովորացնում, այս բանը սուպեր առաջադեմ ինչ որ մարդիկ են դուրս եկել, ոնց կարելի է երեխաներին դա ցույց տալ, բան։ Ես կարծում եմ, Բա ուզում եք ամեն ինչով բանը Իսրայելի նման երկիր դառնաք։ Չեք կարող դառնալ, որովհետև այլ իրավիճակներում ենք մենք ծնվել, սրա մասին ենք խոսել, եւ այդ ծայրահեղությունների պատճառը գիտեք ո՞րն է։ Հոլոկոստից հետո այդ գաղափարը Իսրայել պետության այդ գաղափարախոսությունը խոչընդոտի չի հանդիպել։ Այսինքն հոլոկոստ իրականացնող կողմը հռչակվել է որպես մարդկության թշնամի, եւ մարդկությունը համատեղ ուժերով արմատախիլ արել ֆաշիզմի որջը, եւ դրա վրա մեծ խաչ քաշել։ Այսինքն հոլոկոստ իրականացնողը պարտվել է, ջախջախվել է եւ չեզոքացվել է։ Այսինքն ըստ էության կարելի ասել որ իրանք նաեւ թոթափել են։ Այո, ցեղասպանություն իրականացնողը ճիշտ է առաջին աշխարհամարտում պարտվել է, բայց ինքը չի ոչնչացվել, չի ջախջախվել, մարդկության կողմից չարիք չի հռչակվել եւ տասնամյակներ շարունակ հայոց ցեղասպանության մեր պահանջատիրությունը հանդիպել է այս առնու լուրջ խոչընդոտների, լուրջ խնդիրների, լուրջ արգելքների եւ երկու ծայրահեղություններ են դրսեւորել։ Այդ մի կողմից այդ իրացիոնալ խմբավորումներն են, որոնք ցեղասպանությունը լրիվ այլ հարթություն են, հա, այդ լացի, ողբի ինչ որ դաշտից դուրս են գալիս եւ կա մյուս այդ պսևդո ինտելեկտուալ ծայրահեղությունը, որ արդեն հոգնած անցյալի այդ խոչընդոտների փորձառությունից ստացվում ասում կարող է ես ինչ եմ տենց ես ինչ-որ մի բան փոխեմ ինքնությունը հնացած է բան չգիտեմ ռացիոնալ չենք իրացիոնալ ենք մասիսին նայում ենք տենց փոխվենք մի բան ստացվի այսինքն ելակետերը հայոց ցեղասպանության եւ հոլոկոստի ամենևին էլ նույնը չեն հոլոկոստը խոչընդոտների չի հանդիպել ընդհակառակը երկրորդ աշխարհամարտից հետո հետպատերազմյան աշխարհի այդ գլխավոր բաներից մեկն է դարձել ցուցիչներ սյուներից մեկն է դարձել հայոց ցեղասպանությունը ինչերի մեջ է անցել նախ դրա մասին նա մոռացության է մատնվել երկար ժամանակ չի ճանաչվել կողմնել չի եղել հա այդ ինստիտուտներ չի եղել ինչ որ հայկական պետությունը չի եղել որ այդ հարցը առաջ մղի երկրները շահարկել են տարել են բերել են հետո ստիփաց փյուրքան երիտասարդությունը դիմել է ահաբեկչությունների տեղել հաջողություն չի գրանցվել մեծ հաշվով հոլոկոստի այդ ելակետերը շատ տարբեր են եւ մենք շատ լուրջ խնդիրներ ենք հաղթահարել Եվ հաղթահարել ենք եւ այնուամենայնիվ չկա մի adekvat եւ ռացիոնալ շրջանակ, որ հիմա կարող է կասկածի տակ դնել հայոց ցեղասպանությունը։ Չէ, բայց Հայաստանում այդ հարցը դարձել է քննարկման, կասկածի տակ դնելու, ինչ որ ուրացման, հետո այդ ուրացման դեմ պայքարի, այ մենք կանդրադառնանք այն հանգամանքին, որ ազգային ժողովում Հայաստան խմբակցությունը նախագիծեր ներկայացնում կամ ներկայացրել է հայոց ցեղասպանությունը ժխտումը քրեականացնելու այդ այն դեպքում որ Փաշինյանը պնդում էր որ Հայաստանում ցեղասպանության ժխտումը քրեականացված է այսինքն թեման դարձել է նաև ներքաղաքական պայքարի առարկա բայց մինչև այդ թեմային անդրադառնալ ուզում եի հիշեցնել քեզ որ ասացիր 3 մանիպուլյացիաներ կան ուզում եի ներկայացնել առաջինն էր որ ոչ ոք չի պահանջել որ դուք բերեք ԱԳՆ-ի առաջին պլան հա արտաքին քաղաքական Բայց նաև դա չի նշանակում, որ պետք է քննարկել հարցը, էլի, ասենք անքննարկելի հարց է մեզ համար։ Մյուս մանիպուլյացիաները ոնց որ մոռացար ասես։ Էլի մանիպուլյացիաներ։ Չասեցի 3 մանիպուլյացիաներ կան։ Մեկը դա էր։ Չէ, դրա մասին է ուզում։ Ճիշտ է, էլի շատ մանիպուլյացիաներ կան, բայց այդ դրվագով կոնկրետ դրա մասին է ուզում խոսել, դա բան մարդ։ Արադ լերան մանիպուլյացիան կա նաև, որ իբր որ մենք Արադ լերը որ մեր զինանշանի վրա ենք դրել, թան պանջատիրություն։ Դա էլի այդ շրջանակը նախքին ուղիների ձախողման, նախքին
մոտեցումների ձախողման իբրև թե ինձ կարծիքով ձախողման պատճառով եկել են այն եզրակացությանը, որ խնդրի լուծման ամենալավ տարբերակը խնդրի չեզոքացումն է ընդհանրապես։ Այսինքն ո՞նց է խնդիրի չեզոքանում։ Այսինքն տեսեք, Ղարաբաղի հարցը բերենք օրինակ, կար Ղարաբաղյան խնդիր 30 տարի չէր լուծվել, մի 30 տարի կարող է չլուծվեր։ Կամ ինչ-որ լուծում ստանար եւ էլի սառեցված մնար։ Տեղ-տեղ կարող է պայթեր ինչ-որ մինի բախումներով։ Մենք մա առաջնորդվեցինք բանը էլի, որպես հոգնած հասարակություն, դավադի տեղացած հասարակություն, ասեցինք մենք պետք է այդ խնդիրը թող չլինի։ Դե հիմա նույնիսկ ցեղասպանության բանին ենք վերաբերվում։ Հա դե խնդրեմը արատ լեռնա, խնդրեմը չգիտեմ, եսի միշնա, խնդրեմը տես չի իրականում։ Հիմա Ղարաբաղի պարագայում, որ Ղարաբաղի խնդիրը իբր թե հիմա ասում որ լուծված է։ Ես չգիտեմ ինչ ասեմ էլի։ Լավ, լուծվել է մի խնդիրը։ Հիմա ասենք Ադրբեջանը մեզ այդ խաղաղ համակեցությամբ ուզում ապրի, մենք բլոկադայից դուրս ենք եկել, տենց մոռացության ենք դե ես կարծում եմ այդ հարցը լուծված չի, Ադրբեջանի տեսանկյունից լուծված է։ Չէ, անգամ եթե Ադրբեջանի տեսանկյունից լուծված է, մարդիկ պնդում են որ եթե Ադրբեջանի տեսանկյունից լուծված լինի, всё, մենք մեզ հանգիստ թողան, մենք հանգիստ կապրենք։ Մի օր Ադրբեջանի տեսանկյունից լուծված է, ինչի մեզ հանգիստ չեն թողում։ Ամեն գիշեր Հայաստանի սահմանային համայնքների վրա կրակում են։ Թերթերը գրում են, բոլորը ասում են, հիմա ո՞նց եղավ բայ այդ։ Արդեն շաբաթները։ Էսա բանը էլի, որ ախր արդյոք կարող է նաև այս հարցնա, որ այդ քո ասած մեխանիզմով, մեթոդիկայով, որ էլի համարվի լուծված, փակված բան, հա, բան մեզ հանգիստ են թողալու ապրենք ստեղ։ Միանշանակ հանգիստ չեն թողալու։ Պարոն Մարուկյան, ուղղակի քաղաքականությունը մի շատ նուրբ բան է էլի։ Այստեղ ինչ-որ պետք է այդ նուրբ բալանսը գտնվի եւ անպայման հասկանալ էլի, որ Հայաստանի Հանրապետության Հայաստանի պետության կարծիքը պարտադիր չի իմ կարծիքի հետ համընկնի։ Հա։ Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել ավելի զսպված, ավելի հավասարակշռված, բայց Հայաստանի Հանրապետությունը թող չգա ու չփորձի ինձ էլ դարձնի այդպես զսպված եւ այդպես հավասարակշռված։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, նախորդ հաղորդման ժամանակ էլ քննարկեցինք, որ Հայաստանում չպետք է սերունդ մեծանա, որ կարծի թե Արցախը Ադրբեջանը։ Հիմա գնացեք Թուրքիա երկխոսեք եղբայր, մեզից ինչ եք ուզում։ Չեք ուզում մեզից։ Առաջին սկրեն մեզ հետ երկխոսել էլ հետա բան։ Ասենք ցեղասպանության հարցից ինչ եք ուզում։ Օրինակ, մեկը գիտես ինչն են բան, որ ասենք ցեղասպանության 100-ամյա տարելիցի ժամանակ ես հիշում եմ, որ օրինակ ՌԴ նախագահը այցելեց, Ֆրանսիայի նախագահը այցելեց, էլի պետությունների ղեկավարներ կամ երկրորդ, երրորդ դեմքեր բազմաթիվ երկրների այցելեցին եւ մասնակցեցին այդ մեծ միջոցառումներին եւ նաեւ կրոնական տարբեր կառույցների ներկայացուցիչներ բարձրաստիճան ոնց էր որ օրինակ այն ժամանակ, ասենք Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու վաղ չկար միջազգային հանրության մոտ, հա, եւ կարող էին նրանք մասնակցել բոլոր հարգարժան կառույցներից մարդիկ կային իմիշելով էլի։ Ցեղասպանության դատապարտման միջազգային գլոբալ կոնֆերանս կազմակերպվեց Հայաստանում։ Ես մասնակցել եմ էլի այդ միջոցառումներին, դրա համար եմ ասում։ Այսինքն նաև այդ շրջափուլն ենք, չէ՞ մենք ունեցել։ Հիմա ասենք ոնց ոչ մի ձև, ոչ մի կերպ չեմ կարողանում համադրեմ այն ինչ որ այսօր է կատարում ու այն ինչ որ այն ժամանակ է եղել։ Ես վերջերս նաև բաներ առաջացրի, մտածում որ ով որ հարցեր ունի, ով որ հարցեր ունի ցեղասպանության վերաբերյալ, թող չգնա ամսի 24-ին ցեղասպանության ուշահամալիր։ Մի գնացեք եղբայր։ Դու ոնց էիր ասում, ասում որ բողոքը 1960 թվականից հետո կառուցվել ուշահամալիրը, հա, ոնց էիր ասում, չգիտեմ, դու ասա։ Պարոն Մարուկյան, այս արդեն 100 տարուց է, 150 տարուց ավել է, որ մեր ինտելեկտուալ շրջանակները թունավորված են։ Այդ ինչ-որ Ռուսաստանաֆոբությամբ։ Այդ արդեն անդադ 150 տարի այդ խնդրը մենք տեսնում ենք։ Եվ հիմա էլ դա էլի մեծ բորան ծաղկում է ապրում, տարածվում է։ Եվ հիմա ցեղասպանության այդ հարցը առաջանալու ամենամեծ խնդիրը ո՞րն է։ Այստեղ ինչ-որ ասում են, դե լավ, ոխար չէ՞ որ այստեղ ռուսներն են սադրել։ Այ եթե օրինակ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ մենք չաջակցեինք ռուսներին, չհավատայինք ռուսներին, նաև չհավատայինք անգլիացիներին, մենակ ռուսները չեն, այստեղ դա անգլիացիներից դրում են, դա բան չկա, բուկետ է իրականում։ Կարող է եւ ցեղասպանությունը չլներ, եւ վստահ ասում եմ ցեղասպանությունը չլներ։ Ու կոնկրետ թունավորված են, էլի հիմա այս հակառուսականությունը ինչ-որ մոտ խելահեղություն է դարձել։ Չեմ ասում պետք է լինեն ռուսամետ կամ պատմության ամեն դրվագով Ռուսաստանի հետքերը մաքրեն, սրբացնեն, չէ, բայց ուղղակի սա ինչ-որ մոտ արդեն իրացիոնալ խելահեղություն է դարձել։ Այդ հակառուսականությունը, որ չգիտեմ, ворթի պես ամեն մի բանական բան փչանում է։ Կարծես այսինքն նայ, դու պատմաբան ես, ես իրավաբան եմ։
Հիմա կարող ենք ասել, որ երկու կայսրություն, բրիտանական եւ ռուսական, այդ ժամանակ փորձում էին, ուզում էին կամ որ Օսմանյան կայսրությունը փլուզվեր, ծանր վիճակում էր, հա։ Եվ այն ազգերին, ովքեր որ այդ Օսմանյան կայսրության լծի տակ ապրում էին, նրանց աջակցում էին, նրանց ազատագրական շարժումներին աջակցում էին, որ նրանք փորձեն միանան իրենց կամ անկախանան։ Ես մի բան ասեմ, այդ երկու մրցակցող կայսրությունները ոչ թե ուզում են Օսմանյան կայսրությունը փլուզվի, այլ իրենց մրցակցությունը թույլ չէր տալիս, որ Օսմանյան կայսրությունը փլուզվի։ Այո, այո։ Որովհետև երկուսն էլ մտավախություն ունեին, որ այդ դեպքում իրենցից որևէ մեկը տիրապետող դիրքեր կհաստատի նեղությունների վրա Կոստանդնուպոլսում եւ այլ ռազմավարական տարածքներում, թե չէ ես լուրջ եմ ասում, եթե Անգլիայի եւ Մեծ Բրիտանիայի եւ ռուսական կայսրությունը այդ մրցավազքը չլիներ, հատկապես Ղրիմի պատերազմից հետո Օսմանյան կայսրությունը կարող էր մասնատվել եւ փլուզվել եւ դա ախր էլի մասնատվեց ու փլուզվեց, բայց ի վերջո առաջին աշխարհամարտի վերջնարդյունքում մասնատվեց եւ փլուզվեց եւ այդ ավերակների վրա մի նոր պետություն վերածնվեց հարցը դա չի եւ բնականաբար իրենք մեծ տերությունները համագործակցում էին Ես բզբզալու համատեքստ եմ էլի ուզում ասում դե բզբզը մենք ենք բզբզացել մենք այդ տերմինաբանությամբ ասենք բզբզում էին բուլղարները բզբզում էին բոսնիացիները բզբզում էին սերբերը ամենաառաջինը բզբզում էին հույները բզբզում էին բոլոր քրիստոնեական ժողովուրդները նույնիսկ երբեմն բզբզում էին ազատ ապրեն լավ էին անում բզբզում քրդերը այսինքն եթե այդ տրամաբանությամբ ասենք այդ բոլոր ժողովուրդները հիմա ասում են հայ ժողովուրդն է չէ բան շուտ 5-րդ շարասյուն եղել դրա համար են ոչնչացրել բոլոր ժողովուրդներն էլ 5-րդ շարասյուն եղել եւ Ռուսաստանի կամ Մեծ Բրիտանիայի երբեմն էլ նաեւ Ֆրանսիայի կամ Ավստրո-Հունգարիայի միջամտությամբ անկախացել են ինքնավարությունը ստացել դուրս են եկել Օսմանյան կայսրության կազմից եւ ի վերջո մեր մոտ է դա պետք է ստացվեր եւ արդեն դրա ինստիտուցիոնալ հիմքերը նախապատրաստվել են մինչեւ առաջին աշխարհամարտի բռնկումը այս արևելյան 6 հայաբնակ վիլայեթների վրա մտցվել էր օտարերկրյա կառավարում ով եւ վեստենենք համապատասխան եվրոպացի կառավարիչներով եւ դա փոխվել էր Օսմանյան կայսրությունից եւ դեռևս միջև առաջին աշխարհամարտը միջև հայերի ռուսներին աջակցելը Օսմանյան կայսրությունում հասկանում են այդ սպառնալիքը մտահոգված էին իրենց տարածքային ամբողջականությամբ որտեղ Օսմանյան կայսրության ինտելեկտուալ շրջանակներում էլ արդեն վեճ կար իրենք էլ են բանավիճում թե ինչ բովանդակություն պետք է ունենա Օսմանյան կայսրությունը երիտուրքերի իշխանության գալուց հետո եւ այդ մտավախությունը ունեին որ հայերը անջատվելու են անպայման եւ նրանք հստակ ասում էին որ չեն կարող Փոքր Ասիայում Անատոլիայում թույլ տալ երկրորդ Բուլղարիան բոլորովին վերջերս էր չէ անջատվել Օսմանյան կայսրությունից եւ չեմ ասում դա անկախ պետություններ դառնալու կարող միանալու էր ռուսական արևելյան Ռուսա Հայաստանին էր միանալու եւ ըստ էության նրանք դա են կանխել ունենք մենք ստե մեղավորություն մենք մեր մեղավորությունը ունենք օրինակ ո՞րն է որ մեր մեղավորությունը ես դա շատ նուրբ բան կա օրինակ այս խնդիրների մասին մենք կարող ենք խոսել ակադեմիական շրջանակներում կարող են խոսել բայց դա չի նշանակում որ աշխարհի առաջ բաց Հայաստանի վարչապետը կամ որևէ մեկը կարող է քննարկման առարկա դարձնել որտեղ օտարերկրացիներն չեն հասկանա բայց մենք մեր ինչ որ մեկը թող իր գիտական թեզում այդ հարցերը բարձրացնի դրանց պատասխանի թեզի պաշտպանության ժամանակ չգիտեմ մեկը առարեկի բայց մենք ինքներս մեր պատմությունը վերարժևորելու համար մեր սխալները պետք է հասկանանք մեր սխալները որոնք են որ չկարողացանք ավելի արդյունավետ ազատագրական պայքար նախաձեռնել մի րոպե 21-րդ դարում Լեռնային Ղարաբաղի կոնտեքստում մենք չկարողացանք արդյունավետ պետություն կառուցել եւ արդյունավետ դիվանագիտություն ունենալ եւ խաղաղության պլանները չմերժել եւ չհանգել կատաստրոֆայի։ Հիմա 100 տարի հետ գնալով դες դու ինչ ես ասում, չէ՞։ Այն ժամանակ դե։ Այսինքն հիմա էլ նույն բանը։ Բայց այն օրը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը շատ լավ բան ասում, ասում է հայ ժողովրդի մեծ մասը չի մասնակցել ապստամբությանը։ Մարդիկ խաբար չեն եղել։ Շատ-շատերը խաբար չեն եղել։ Այդ ինքնապաշտպանության կազմակերպիչներին կոտորեն, ինչ էին ամբողջ խաղաղ ժողովրդին կոտորում։ Այսինքն հստակ ցեղասպանությունը, այսինքն ցեղասպանությունը ինչ նշանակում։ Էթնիկ մի խմբի նպատակային դիտավորյալ կազմակերպված ոչնչացում։
դիտավորյալ նպատակային, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ։ Այսինքն դա ինչ են քննարկում կամ ասենք բանը, բայց ախր արդյոք 1.5 միլիոն է եղել բանորը չէ կամ չէ, ուղղակի այստեղ մենք ինքներս մեր պատմությունը վերարժևորելու համար հասկացում կարող ենք քննարկել եւ հասկանալ, որ մենք չենք կազմակերպել լավ ազատագրական պայքար, չենք կարողացել զինել մեր ժողովրդին, միգուցե օբյեկտիվ պատճառներով, միգուցե չենք ունեցել նորմալ, միգուցե նաեւ օբյեկտիվ պատճառներով քաղաքական վենախավ, որը կհասկանար աշխարհի կառուցվածքը, աշխարհի բովանդակությունը, հասկանալ ինչ է իրանից ներկայացնում Մեծ Բրիտանիան, ինչ է ներկայացնում իրանից ռուսական կայսրությունը եւ երևի ամենամեծ ողբերգությունն էլ եւ այս ամեն ինչի խորհրդանիշն էլ նա, որ Բերլինի կոնգրեսում հայ ժողովրդին ներկայացնում էր հոգեվորական, ինչեր ներկայացնում հոգեվորական, բայց նաեւ օբյեկտիվ պատճառներով մենք չունենք այդպես ինչ-որ աշխարհիկ կրթություն ստացած դեռևս չունենք մարդիկ եւ այս առումով հայ ժողովրդի ճակատագիրը շատ նման է Գիգորի Հովհաննես Թումանյանի Գիգորի ճակատագրին, որտեղ Գիգորն էլ այդ պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանն է համեմատությունը լավանում, զո գնաց երկու աշխարհներին, այսինքն եկել էր մի իրականություն, որը չէր ճանաչում, որը չէր հասկանում, որը չէր ըմբռնում եւ զո գնաց այդ իրականությանը։ Եվ հիմա մենք էլ զո գնացինք այն իրականությանը, որը չենք հասկանում, մենք չենք հասկանում ինչ են իրենցից ներկայացնում Եվրոպան, եվրոպական մեծ տերությունները, նրանց քաղաքականությունը։ Կապիս դու պատմաբան ես Ղրիմյան հայրիկին, որ հարց են տվել, ասեն, բա ինչ լեզվով է իր մեր հարցը բարձրացնում կոնգրեսի ժամանակ, ինչ ասել։ Լացի ձայնով։ Ասելա լացի լեզվով։ Ոնց պետք է միջազգային հանրությունը Բերլինի կոնգրեսում հասկանար ինչ ասում Ղրիմյան հայրիկը։ Ինչ լեզվով է իր մեր հարցը ասում, ասում լացի լեզվով։ Դե եթե պատկերացնենք թե ովքեր էին։ Ասում ես ինչ տրագեդիա է, ինչ ովքեր էին մասնակցում այդ կոնգրեսին, ուտեղ ինչ-որ տենց լացող հոգեվորական Բիսմարկ, բան, գիտեմ։ Այ ես իմաստով նաև հիմա շատ բան ժամանակներ ենք էլի ապրում, շատ ոնց ասեմ, չոր Լեռնային անընդհատ հիմա ինչ խոսում ենք, իմ առաջ գալիս է մեր հետ տեղի ունեցած վերջին, հա, ցեղասպանությունը, ասում են ցեղասպանություն մի օգտագործեք, էթնիկ զտումը, որը էլի կազմակերպված որոշում ա եղել, որ պետք է հայերը այս տարածքում չապրեն, եւ կազմակերպված process ա տարվել, որ հայերը չապրեն եւ հայերը չեն ապրում։ Եվ էլի ջառանգությունը ոչնչացվում է, ոնց որ այդ տարածքներում ա արվել, եւ դու ասում ես այն ժամանակ մենք արդյունավետ ղեկավարություն չենք ունեցել, կամ չգիտեմ, հարցունավետ չի կազմակերպվել մեր ինքնապաշտպանությունը, բան, այսինքն մենք խոսում ենք 110 տարի առաջվա դեպքերի մասին, որը այս պայն հենց հիմա մեզ հետ տեղի ա ունեցել եւ ըստ էության Ոնց կարող ենք համեմատություններ անել, որ ասենք լավ 110 տարի հետո ինչ են կարողացել փոխել այս իմաստով։ Այդ հարցն էլ էլի շատ տալիս, ասում են, եթե հայ ժողովուրդը չապստամբեր կամ հայ ժողովրդի ինչ-որ շրջանակներ չապստամբային ասում են կայսրության դեմ եւ պրոռուսական կամ պրոբրիտանական հույսեր չունենային արդյոք կդնա ցեղասպանություն։ Ինձ թվում ամեն դեպքում հա։ Ես ուզում ասեմ։ Եթե մարդիկ ծրագիր են դրնայ Լեռնային Ղարաբաղի կոնտեքստ ենք վելի հետ գալիս։ 44 օրյա պատերազմից հետո Բաքվում տեղի ունեցավ հաղթանակի շքերթ։ Հիշում ես։ Հաղթանակի շքերթին մասնակցեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը թույլ չտվեց Ալիևին միայնակ վայելել հաղթանակի բերկրանքը եւ դափնիները, եկավ գլխին կանգնեց, որ ցույց տա, որ ես եմ հաղթել, եւ իր խոսքում նաեւ այնտեղ ասեց, որ Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց։ Հիմա երբ որ դու քննարկում ես ասում ես որ Թուրքիան հոլոկոստի պարագայում հոլոկոստը իրականացնողը պատժվել է, խաչակաշվել այդ ռեժիմի վրա, Թուրքիայի վրա, ասում եմ, Օսմանյան կայսրությունում ճիշտ է, դատավճիռներ եղել են, սպանվել են նաև կազմակերպիչները, հա, այդ պայքարը գնացել է, ընդհատակյա նաև, բայց մեկը այսօրվա Թուրքիան քիչ չի զղջում, հա, լավ չի ճանաչում ցեղասպանությունը, չի դատապարտում, ասում է չի եղել, հերքում է, ժխտում է, նայ կարան հերքեն, կարան ժխտեն, բայց միևնույն ժամանակ կանեն ասեն Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց, այսինքն այդ process-ի շարունակության մասին է խոսքը գնում։ Եվ այստեղ ինչն է կարևոր, մեր դիվանագիտությունը օրինակ, շատ են գել ունեցած քննարկումներ, որ ախր կարող է մենք պետք է Ամերիկային, Ռուսաստանին, Ֆրանսիային ասենք, որ դու ճանաչրես հայոց ցեղասպանությունը, դատապարտել ես, ճիշտ է, հա։ Հիմա ինչ որ տեղի ունենում Արցախում, կամ տեղի ունեցել այն ժամանակն է տեղի ունենում, հա, այդ ամեն ինչը նաև դրա շարունակությունն է։ Դու ոնց ես այդ մի կտորը դատապարտել մերժե, չէ, այս մի կտորում ասենք ինչ որ քննարկումներ ա գնում։ Բա սենց պետք է լինի, թե սենց պետք է լինի, թե նենց պետք է լինի։ Բայց մենք այդ լեզվով չենք խոսել։ Մեր դիվանագիտությունը հայոց ցեղասպանության խաղաքարտը Արցախյան հարցում չի օգտագործել։ Դա անգլերեն ասած on the other hand։ Բարդ խնդիր է։ Դե նույն ունակ Պոնտոսում էլ եղել է հույների ցեղասպանություն։
Այո։ Այդտեղ ինչ ա եղել։ Իրանք մեզնից էլի բեժբեթար ցակուցրիվ վիճակում ճիշտ է ուզում էին հրճակել այնտեղ ինչ որ հունական հանրապետություն, բայց այնտեղ ինչ են մարդկանց, այսինքն ինչ որ ռեալ քայլերի չեն գնացել, այնտեղ են հույներին կոտորել, ասորիներին լավ են կոտորել։ Բզբզացել են, ասաղ բզբզում էին, թե իրանց կոտորում էին։ Գիտեք, ախր հայոց պատմությունը հիմա շատ արժեզրկվում, ինչ որ ընդհանուր քար են, հա, այդ ով տեղից հելում է, ուզում է հայոց պատմության մեջ մի միֆեր բացահայտել։ Մովսես Խորենացու ողբը մի հատ կարդաց այս կտրված այդ կտորը։ Ի վերջո, եթե նայում ենք, մեր ընթացքը անդադ պետության փնտրտուքի ընթացք է։ Այսինքն, այս ժողովուրդը հակված է պետություն կամ պետական համակարգեր ստեղծելու եւ ամեն հարմար իրավիճակում կարողանում է ինչ-որ մի բան ստեղծել կամ գնում է դրան, եւ եթե չի ստացվում, ունենում է լրիվ ամայի փոշի ասված իրավիճակ, գոնե պահպանում է դրա հիշողությունը։ Տեսեք, անդադ խոսում են, չէ՞, եկեղեցի պետություն հարաբերությունների պատմական հակամարտության մասին, բայց օրինակ ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, որ հայոց թագավորության հիշողությունը, հայ թագավորների հիշողությունը պահպանել է եւ սերնդեսերունդ փոխանցել է եկեղեցին։ Այսինքն կրեդիտ է եկեղեցուն։ Այդ ինֆորմացիան մեծ հաշվով որտեղից։ Չէ, բայց ասում են եկեղեցին որ ուժեղ ալնում, պետությունը թույլ ալնում։ Եկեղեցին չի ուզեցել պետություն ունենալ։ Այդ պրոպագանդան էլ է։ Դրանք կարծում եմ լոզունգներ են։ Ասում եմ, դրանք կիսա ճշմարտություն են։ Հա կարա, ասացի մեջ ինչ որ ճշմարտություն լինի, բայց երբ, որ պահին, ինչ կոնտեքստում։ Չէ, եկեղեցականներն ասում են մենք այդ ամեն ինչը փայփայել, պահել, բերել հանձնել ենք պետությանը։ Բայց այդ չի նշանակում, որ չեն կարա կոնֆլիկտի մեջ չլինեն, չէ՞։ Այո։ Այսինքն բարդ բանի մասին ենք խոսում, որ բազմաշերտ է, բազմաչափ է։ Ամեն ինչը կարա լինի, բայց այդ ինֆորմացիայի փոխանցողը, հա, իրանք են դարձել եւ մեր միջավայրում անդադ այդ փնտրտուքը եղել է պետության։ Եվ նույնիսկ եթե մենք չապստամբենք, միևնույն է հարմար իրավիճակում թուրքերը հասկանում էին, որ այստեղ ինչ որ մի բան այնուամենայնիվ ստեղծվելու էր եւ չէր կարող չստեղծվել եւ հատկապես պետք է հասկանանք, էլի։ Դե տարբերակենք Օսմանյան կայսրությունը այլ բան է իր բարձունքում։ Այո։ Հզորության գագաթնակետին եւ այլ բան է փլուզվող Օսմանյան կայսրությունը, վերակազմավորվող եւ ազգայնացող Օսմանյան կայսրությունը, հզորության գագաթնակետին գտնվող Օսմանյան կայսրությունը ինչ որ ազգությունների հարց երբեք չէր կարող բարձրացնել, դա ապրում էր եւ գոյություն էր ունենում այդ կայսրությունը իսլամական ունիվերսալիզմի տիրույթում, որտեղ ազգությունները կարևոր չեն, իրանք խալիֆայություն ունեն, սուլթանը նաև խալիֆը, հոգևոր առաջնորդը, այստեղ կան հայեր, հрьяաներ, գրքի ժողովուրդներ եւ այլն, բայց իրավիճակը այլ է, երբ որ արդեն ի հայտ է գալիս թուրքական ազգայնականությունը։ Օրինակ օսմանիզմի տեսանկյունից թուրքը արատավոր եզրույթ է, իրենք դա միշտ ասոցացրել են բան, ինչ որ քոչվոր տարերի հետ, որ իրանց էլ են խանգարել։ Օսմանյան կայսրությունում այդ լոզունգը, հա, փորձենք ձևակերպել, մարդիկ ասում են մենք հզոր ենք, որովհետև իսլամ ենք, ներկայացնում ենք իսլամը, բայց արդեն 19-րդ դարում երբ որ ձևավորվում է թուրքական ազգայնականությունը, սկսում են արդեն թուրք բառը նորաձև դարձնել, մենք հզոր ենք ոչ թե որ իսլամ ենք, այլ որովհետև թուրք ենք։ Եվ երբ որ պետությունը փլուզվում է եւ ազգայնացվում է, այստեղ այս ազգությունների հարց, այս ունիվերսալիզմը արդեն չի գործում, եւ այդ միատարության հարցն է, չէ՞, ի հայտ գալիս։ Եվ հիմա կամ բոլորը իրենց հրճակում են թուրք ու ընդունում։ Դե արդեն Թուրքիայի հանրապետությունում բոլորը թուրք են, չէ՞, անկախ նրանից ինչ ազգություն են։ Մուստաֆա Քեմալը այդ ավտորիտար մոտեցումները, որը դրվեց նաև Թուրքիայի հանրապետության հիմքերով։ Եվ պարզա, որ այդ հայկական տարը, ասորական տարը, հունական տարը պետքա խանգարեր, որը պետքա չեզոքացվեր։ Մի դեպքում մարդկանց զանգվածաբար կոտորում էին, որը շարունակվել է նաև Քեմալի ժամանակ, մի դեպքում էլ արդեն եղավ բնակչության փոխանակում, ոնց որ հույների եւ թուրքերի փոխանակում։ Այսինքն բարդ հարցա, հեշտ հարց չի էլի։ Ես ուզում եմ, քանի որ մեր ժամանակը սահմանափակ է, այս հաղորդումը մենք ի սկզբանե ասացինք, որ նիրված է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, ես ուզում եմ, որ մենք այս իմաստով ամփոփման խոսքը, մենք ես այդ ձևով կձևակերպեի, որ սիրելի հայրենակիցներ, ես եւ պարոն Փաշոյանը եւ մեր նման մտածող շատ մարդիկ բացարձակ որևէ ակնկալիք չունեն գործող իշխանություններից կամ որևէ Հայաստանի իշխանությունից, որ հայոց ցեղասպանության հարցը պետք է բերել առաջին պլան եւ առաջին պլանում պահել, հա, եւ այդպես շարունակել, բայց նաեւ միևնույն ժամանակ մենք բացարձակապես չենք ընդունում այդ քննարկումները,
Այսինքն հարցը կա, հարցը աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են, բազմաթիվ խորհրդարաններ ճանաչել, դատապարտել են եւ դա անքննարկելի է մեզ համար։ Դա տաբու թեմա է, որ մի անգամ ասենք, չէ, տաբու թեմաներ կա, չէ, այսինքն թեման քննարկել ուրացման կամ հարցեր տալու համատեքստում։ Հետեւաբար թող որևէ մեկը չմանիպուլացնի, որ հարցի քննարկումը նրա մասին է, թե այդ հարցը լինի առաջին պլանում, թե չլինի առաջին պլանում։ Հարցը հետեւյալն է. պետք չի ուղակի ուրանալ։ Ես մի բան ասեմ, շարունակեք էլի բանը։ Եվ դառնալ բան աշխարհի առաջ ծիծաղատեղի։ Պատկերացեք կներես, պատկերացեք բոլոր են լոբիստներին, սենատորներին, կոնգրեսականներին, գիտնականներին, ովքեր հայոց ցեղասպանության հարցով որևէ գործ են արել վերջին 110 տարում, այդ մարդկանց պատկերացրեք, ու մի հատ նայեք մեզ, մենք մեր երկրի ներսում ինչ ոնց ենք մենք ինքներս մեզ խայտարակել այս բանով, այս ուրացման արշավի շրջանակներում։ Պարոն Մարոկյան, լիքը ինտելեկտուալ առաջադեմ մարդկանց, ովքեր տենց cute հարցադրումներ են դնում հայոց պատմության վերաբերյալ, միֆեր են կոտրում, միֆեր են բացահայտում, իրենց թվում է թե իրանք են։ Մինչև իրենց որևէ մեկի մտքով չի անցել, որևէ մեկ այդ հարցերի մասին չի մտածել։ Եվ իրանք միգուցե նաև չեն հասկանում, որ հայոց ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ քննարկման առարկա է դարձել նաև ինտելեկտուալ միջավայրերում, օրինակ ամերիկյան ակադեմիական միջավայրում, եւ իրանք նոր բան չեն ասում, իրանք ընդամենը միգուցե նաև առանց հասկանալու վերարտադրում են Թուրքիայի եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեսակետները։ Միգուցե առանց հասկանալու շատ անմեղ։ Մեծ լոբինգ կար, որ եկեք Թուրքիայի արխիվները բացենք, եւ Թուրքիան էր լոբինգը անում, եւ Հայաստանը միշտ ասում էր, Թուրքիայի արխիվներում բնականաբար բան չկա, որտեղ այդ ամեն ինչ արդեն ոչնչացված է, եւ դուք դրանով ուզում եք մեզ մտցնել քննարկման մեջ եւ ասեք, դե տեսեք, որ հայոց ցեղասպանություն չի եղել։ Երբ որ դա Թուրքիան էր ասում եւ անում, բարձր իրանց պետության շահն են առաջմարտ բրթում, հա, լոբինգ են անում, դա իրանց գործն է, հասկացանք։ Այս որ մեր հայ ինտելեկտուալները, հայ պաշտոնյաները, հայ, չգիտեմ, այսպես կոչված փորձանքի գիտնականները, փորձանքագետներն են դա անում։ Սա հայտարարությունը Թուրքիայի ագենտուրա է, ինչ պատկերացնի այդ ամերիկյան ակադեմիական շրջանակներում ինչ բուրըն քննարկումներ են գնացել ցեղասպանության հարցը, ես վերջերս այդ խորացել էի թեմայի մեջ ու հետո նայում ես թե քննարկումների որակը մարդիկ ոնց են պայքարել, ոնց են միջև վերջ ճշմարտությունը առաջ մղել ու հիմա չգիտեմ Հայաստանում ինչեր են խոսում, ոնց են տենց սիրով եւ ինտելեկտուալ վճռականությամբ վերարտադրում թուրքական նարատիվները։ Ժողովուրդ ջան, նարատիվները միայն Զախարովայինը չեն, նարատիվները նաեւ լինում են թուրքական, որը չգիտես ինչու Հայաստանում կամաց-կամաց դառնում են նորաձև, cute, մոդայիկ, սեքսի, ինչ պրոբլեմա։ Ամոթ է ուղղակի, ամոթանք տանք։ Եվ գիտեք, ախր հարց տալ կարելի է, պարոն Մարոկյան, տեսեք հիմա հոլոկոստը հիմա հանճարեղ տաղանդավոր ֆիլմեր են, չէ՞, այդ հոլոկոստի մասին նկարվում, հարցը դիտարկելով տարբեր կողմերից, մեծ համատեքստում կամ ինչ-որ մի անհատի անձնական ողբերգության, անձնական պատմության շրջանակներում, բայց եթե օրինակ ինչ-որ մեկը Նիկոլ Փաշինյանի խելքին ընկնի, սկսի ինչ-որ խորանալ, մաթր այդ արխիվները բացենք, գիտեք, ինչքան ամոթալի դեպքեր կարող են բացահայտվել եւ շատ մեծ մասը բացահայտված է, թե ոնց են շատ հрьяաներ համագործակցել նացիստների հետ, իրանք մասնակցել իրանք բաների հետ, իրանք առևտուր արել, մի խոսքով զզվել ինչ որ տես բաներ կարող են բացահայտվել, բայց իրանք էլ չէ դրա մասին գիտեն, բայց դա չեն, չէ, առաջնային պլան մղում։ Այո։ Հիմա մեր մոտ ինչ որ տես սեքսի էլի դարձել, տես ամեն երկրորդը ով չգիտեմ, մի երկու հատ բան է կարծում, մտածում որ ինքը կարա տես միֆերի դեմ պայքարի, միֆեր ոչնչացնի եւ արդյունքում հայտնում ենք մի հատ իրականությունը, որտեղ տիրապետող են այդ ցինիզմը, արժեքների մերժումը, նիհիլիզմը եւ որտեղ բանը ամեն հարց կարաս բարձրացնես, ամեն բան կարաս կասկածի տակ առնես։ Ոչ ուրացությանը։ Ես կասեմ ոչ անասունությանը։ Շատ լավ, շատ լավ։ Սիրելիներ, խնդրում ենք միացեք մեր ոդքասթին, մեր YouTube-ի ալիքին, միացեք Կարպիս Փաշոյանի YouTube-ի ալիքին եւ տարածեք մեր նյութերը։ Չեք Փոշմանի։ Այդ թվում նաև Չեք Փոշմանի, այդ թվում նաև այս էպիզոդը։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։